Ստեփան Դանիելյան քաղաքագետ։ Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ 2018-ի դավադրությունն ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր։ ՔՓ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր որպես այդպիսին Արցախը հանձնելու համար։ Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ։ Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր գործում։ TRIP կոչվածն Արցախի առումի հետ մեկտեղ մեկ փաթեթով է պետք դիտարկել։ Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց։ Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը։ TRIP-ի ձախողում է նաև ՔՓ-ի պատերազմի կուսակցության համար։ ՔՓ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՓ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք։ Մեր պարտություն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն է, կամ ավելի ճիշտ, կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանք։ Հունիսի 7-ից հետո ՔՓ-ի հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորտ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՓ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում ճիշտ հակառակը։ Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու։